Վիրահատական գործիքներ կնոջ ձեռքին հաճախ չես տեսնի, այն էլ գործողությունը ղեկավարելիս։ Բայց Հայաստանում առաջին կին վիրաբույժ պրոկտոլոգը Անահիտ Գևորգյանը 6250-ից ավելի վիրահատություն է արդեն կատարել։ Հայաստանում պրոկտոլոգիայի մասին մասնագետները խոսում են ոչ թե պարզապես ծառայության, այլ որպես գիտական, բավական լուրջ դպրոցի։ Հայաստանում պրոկտոլոգիական ծառայությունը հիմնադրվել է 1976 թվականին ակադեմիկ Նազարովի կողմից, սկզբում հիմնելով բաժանմունք և ամբիոն բժիշկների կատարելագործման ինստիտուտում, այնուհետև 1982 թվականից բացվել է պրոկտոլոգիայի հիվանդանոցը, որը այնուհետև դարձել է պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ։ Մինչև 98 թվականը գիտահետազոտական ինստիտուտն ունեցել է շատ մեծ գիտական և վիրաբուժական պոտենցիալ։ 1998 թվականից հետո հիվանդանոցը դարձավ բազմապրոֆիլ վիրաբուժական կենտրոն, պահպանելով երկու մեծ պրոկտոլոգիական բաժանմունքներ։ Հետագայում ինստիտուտը վերանվանվեց որպես Սուրբ Ներսես մեծ գիտաբժշկական կենտրոն և 2013 թվականից կոչվեց Իզմիրյան բժշկական կենտրոն։ Այս ամբողջի ստեղծման հիմքում հենց Իզմիրյան բժշկական կենտրոնի պրոկտոլոգիայի բաժանմունքն է, որտեղ Անահիտ Գևորգյանը հիմնեց AVA պրոկտոլոգիա մասնագիտացված խումբը, դարձնելով այն առաջատար պրոկտոլոգիական ծառայություններ մատուցող կենտրոն։ Ցանկացած վիրաբույժ ունի իր նախընտրելի թիմը։ Ես բոլոր վիրահատությունները իրականացնում եմ երիտասարդ մասնագետ պրոկտոլոգների հետ, Արման և Վերժինե Ամիրխանյանների հետ, որոնք կլինիկական որդինատուրան ավարտել են մեր կլինիկայում, բժիշկների կատարելագործման ինստիտուտի և բժշկական համալսարանի բազայի հիման վրա, որից հետո մնացել են մեր կլինիկայում աշխատել։ Ավելի հանգիստ և ավելի հեշտ աշխատում ես մասնագետի հետ, քան թե ոչ մասնագետ վիրաբույժի հետ, որովհետև մեր մասնագիտությունը ունի մի շարք առանձնահատկություններ, որով տարբերվում է ընդհանուր վիրաբուժությունից։ Մասնագիտական այս բազայով AVA պրոկտոլոգիա բժիշկների թիմը կատարում է վիրահատություններ թութքի, հետանցքային ճաքի, սուր պարապրոկտիտի, ուղիղ և խթաղու հիվանդությունների դեպքում։ Մենք բազմապրոֆիլ հետազոտություն ենք կատարում հիվանդին, որից հետո որ դնում ենք ախտորոշում, վերջնական ախտորոշում։ Ըստ ախտորոշման որոշում ենք, մենք հիվանդին պետք է բուժենք կոնսերվատիվ տարբերակով, թե վիրահատական։ Խորհուրդ կտայի մեր հանրությանը, որ ժամանակին դիմեն բժշկի, ժամանակին հետազոտվեն։ Մեր հիմնական շեշտը պետք է դնենք, որպեսզի մեր ազգաբնակչությունը հասկանա, կարողանա ընկալել, որ պետք են պլանային կարգով հետազոտություններ, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին կանխարգելել հիվանդությունները։ Եթե հնարավոր է թերապևտիկ կոնսերվատիվ բուժման ճանապարհով, եթե ոչ, վիրահատական միջամտությամբ։ Լինելով ռուսական դպրոցի ներկայացուցիչ, պրոֆեսոր Նազարովի համար շատ տարօրինակ էր, որ Հայաստանում պրոկտոլոգ վիրաբույժ կանայք չկան։ Եվ նրա միակ նպատակն էր Հայաստանում ունենալ կին պրոկտոլոգ վիրաբույժ, քանի որ մեր պրոկտոլոգիական հիվանդությունների մոտավորապես 50%-ը կազմում են կանայք։ Կան ամուսիններ, որոնք բացարձակապես չեն ուզում, որ իրենց կանայք հետազոտվեն տղամարդ վիրաբույժների կողմից։ Դրա համար կին պրոկտոլոգների որպես այդպիսին պատրաստումը շատ մեծ նշանակություն ունեցավ Հայաստանի կանանց համար։ Ակադեմիկոս Լեմիկ Նազարովի կին վիրաբույժներ պատրաստելու այս թեզն էլ Հայաստանում զարգացրեց նրա սանը Անահիտ Գևորգյանը, հիմնելով մասնագիտական իր դպրոցը։